Ասում են, որ քաղաքական գործիչներից առաջ են անցել, հա, մեր լրագրողները, ընդհանրապես մեր հասարակությունից են առաջ անցել։ Դուք նկատում եք այս ընդհանրապես այս չափանիշը, հա, բարձր չափանիշ։ Ես չէի ասի, ես կարծում եմ, որ մեր հասարակական կյանքի դարբեր ոլորտները արդացոլում են մեկը մյուսին, ունենք աստղեր, թե լրագրողների մոտ, խմբակիրների մոտ, քաղաքական գործիչների մոտ եւ գիտնականների մոտ, ամեն ոլորտ ունի իր աստղը, բայց նաև ունենք մոլախոտ, ունենք հորի փառքեր, որ պետք է հաղթահարենք, եւ ամենակարևորը այն է, որ ինչպես գտնել հայ ժողովրդի համար եւ հայաստանցու համար, որ անհատաբաշտ է, ինդիվիդուալիստ է, ինչպես անել, որ ամեն մեկը իր աստղային հատկությունը բահելով հանդերձ մասնակցի համաստեղության, հա, եւ այդտեղ ես չի ասի, որ որևէ մեկ ոլորտ առաջ է անցել մյուսի համեմատությամբ, բայց իհարկե կան առաջադար լրագրողներ, որ կարող են մրցակցել միջազգային ցանկացած գործընկերոջ հետ։ Միգուցե չենք կարող նույնը ասել քաղաքական գործիչների համար, բայց ես կարծում եմ, որ չեմ ուզում ասել մենք դատապարտված ենք, բայց իրականում մրցակից լինենք, թե մեկը մյուսին հաշվետու բահելու առաքելություն ենք իրականացնում, մեկս մյուսին արդացոլող ենք եւ ոչ միայն լրագրողը արդացոլում է մեզ, այլ ինչ որտեղ մենք արդացոլում ենք նաև լրագրողին եւ լրագրողի որակը։ Դրա համար իրականությունից դուրս եկած են ի վերջո։ Չէ, եւ այո, այդպես է, բայց դրա համար ես մաղթում եմ թե երդասարդ, թե փորձարու վետերան մեր լրագրողներին բարձր արվեստ, արհեստավարժություն, որտեղ դրանից փխում է նաև մեր մնացածի նաև վարկը։ Ամեն մեկը պիտի մյուսին հաշվետու բահի եւ կարծում եմ, որ առավոտը այդ տեսակետից իր առաքելությունը կատարում է։ Պարոն Հովհաննիսյան, քանի որ լրանում է կառավարության 100 օրը, կուզենայի իմանալ ձեր կարծիքը, ինչ որ բան այս 100 օրերի ընթացքում փոխվեց, թե ոչ։ Ոչ։ 100 օրը անցել է եւ 10 օր է, թե 1000 օր է, սա իմ ասելիքը չէ, մի քիչ անհարմար եմ զգում, որ ես եմ ասում, բայց սա ժողովրդի կողմից ընդրված իշխանություն, նախագահություն եւ կառավարություն չէ։ Մենք դե ֆակտո իրավիճակի մեջ ենք ապրում եւ ես չեմ հավատում, շատ ռոմանտիկ չհնչի, որ առանց ժողովրդի վստահության քվեի, որ որևէ մեկը կարող է արտաքին թե ներքին քաղաքական խնդիր լուծել։ Կարող է մանր քայլեր լինել, բայց ես չեմ հավատում, մինչեւ Հայաստանում լինի իսկապես ժողովրդավարական հեղափոխություն, սահմանադրական իշխանություն, որ որևէ ձևով մեր կյանքի որակը կբարելավվի։ Ունենք նոր սերունդ, շատ ուշիմ, շատ պատրաստված, ես այդպես թրջված եմ մտնել առավոտի այս օպելյանին, եկել եմ Ձագաձորից, որտեղ Արմենուհին ուներ իր ջամբարը, պատանական նվաճումներ, ամեն մարզից, ամեն քաղաքից, գյուղից երդասարդ աշակերտներ, շատ սուր մտքով, շիդակ հարցերով եւ մենք պիտի կարողանանք ապահովել այդ դաշտը այդ սերունդի հերթափոխի համար։ Պարոն Հովհաննիսյան, կանխատեսում են աշնանը բուռն քաղաքական զարգացումներ, դուք կարծում եք, որ կփոփոխվի ինչ-որ բան աշնանը, թե ոչ։ Դուք ասում եք մեկ տարվա ընթացքում շատ արագ իշխանափոխություն է լինելու։ Դուք դրա հստակ նախադրյալները տեսնում եք, երբ ամենակարևոր պահին չստացվեց դա ձեզ մոտ։ Չէ, գիտեք ինչ, այս հարցը բազմաթիվ անգամներ ինձ դրվել է։ Ես ժամկետային երաշխիք չեմ կարող տալ, ես սովորական մարդ եմ, ես ունեմ իմ զով ցանկությունը իմ սիրած բաշտած երկրի համար եւ ես կարծում եմ, որ այդ փոփոխությունները համագարկային պետք է որքան հնարավորինս շուտ լինեն, քան ուշ, ես կուզենայի, որ ամառը լիներ աշխատանքային, լիներ բուրըն եւ չսպասենք այդպես գախարտական աշնանը, հետո աշնանը որոշենք գառնան եւ այլն, որտեղ այստեղ սրա հիմքում ընկած է շարքային քաղաքացու եւ Հայաստանի ժողովրդի վստահության խնդիրը։ Ինչպես պետք է հրաշալի քառյակը վերանվաճի այդ վստահությունը։ Հրաշալի քառյակը դա, չգիտեմ, դա ձեր օրիգինալ ստեղծագործությունն է, թե դա ուրիշ տեղից վերցրել եք եւ դու ուզում եք վերակրել այդ խոսքը որևէ ուրիշ մեկին։ Ես չեմ կարծում, որ հրաշալի է եւ դուք բայց արդյունավետ գործող խորհրդարանական համագործակցությունն է եւ դա իսկապես աննախադեպ արժեք է։ Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ աշունը իմ կարծիքով այդ չասեմ վերջնաժամկետն է, բայց այդ խաչմերուկն է, որտեղ
այդ ուժերը պիտի ցույց տան, իրենք ժողովրդին պիտի ներկայացնեն այդ համազգային համապետական օրագարկը, որ պիտի էապես փոխի երկիրը, թե ոչ։ Կարծում որ Աշունը այդ տեսակետից չեմ ուզում ասեմ բուրըն գլնի ոչ էլ կանխատեսում կամ մարգարեացում անել, բայց կարծում եմ որ քոնե մեզ համար, ինձ համար պիտի հուշի, թե մենք պատրաստ ենք ազգովի գադարել այդ մեծ փոփոխությունը։ Բոլոր դեպքերում խորհրդարանի բادرի ներսում շատ կարևոր համագործակցություն է, որ մինչև հիմա երբևէ չի եղել։ Մենք գոմնագից ենք համադեղ կոնսոլիդացման այսպես աշխատանքներին, բայց նաև մենք գոմ ենք ժողովրդին վերադարձնել իր սահմանադրությունը եւ իր իշխանությունը։ Եվ հույս ունենք, որ մեզ հետ համագործակցող բոլոր ուժեր, թե քաղաքական կուսակցություններ, թե քաղաքացիական նախաձեռնություններ հասկանան, որ մենք պետք ունենք քաղաքական միացյալ հրաբարակ, մի մեծ գլոր սեղան, որտեղ ամեն մեկը իր թվացյալ լոկալ դեղային խնդիրը դնի եւ մենք ունենանք համաբարփակ օրագարկ։ Եթե ես ընդհանրացումների դեմ եմ ընդհանրապես, բայց եթե պիտի ես ինձ զորեմ ընդհանրացնել Հայաստանցու ակնկալիքը, այն է որ այս ուժերը քաղաքական եւ քաղաքացիական պետք է միանան եւ վիճակի փոփոխություն բարդացրեն չնդրված իշխանությունների նկատմամբ։ Վերջերս Բոյնոս Այրեսում Սերժ Սարգսյանը հայտարարություն արեց, որ մեր հայ ժողովուրդը մտահոգված է ռազմական գործընկերոջ Ադրբեջանին զենք վաճառելու այս քաղաքականությամբ։ Ինչ է կարծում, սա մեսիջ է Ռուսաստանին, կար այստեղ քաղաքական ենթատեքստ, հնարավոր է Սերժ Սարգսյանը անվտանգության այլ երաշխավորներ է փնտրում դրսում։ Ինչ կարծիք ունեք դուք այս հայտարարության։ Ուշ լինի, ամիսներ եւ դարիներ անընդհատ ոչ միայն մենք, այլ ժողովուրդը նույն բանն է ասում, ուրախ եմ որ ինքը հղում է գադարել ժողովրդին, ինքը պետք է դա սկացած լիներ եւ ասած լիներ վաղուց, ասած օդար մայրաքաղաքում հերթական անգամ, ասած ուշացած, ասած փոքր, բայց ասած։ Հիմա հարցը այն է, թե իսկապես մեր ինքնիշխանությունը, մեր սուվերենությունը, մեր ազատությունը, մեր նաև սոցիալ-տնտեսական վիճակը դրված է նժարի վրա եւ մենք իր իշխանության պատճառով, իր իշխանության օրոք հերթապար զիջել ենք այդ արժեքները, զիջել ենք ժողովրդավարություն, ազատություն, ինքնիշխանություն, ազգային շահ եւ այլն։ Ուրախ եմ, որ ինքը թեկուզ ուշացած ժողովրդին հողում գադարելով ասում է, որ նման վերաբերմունք կա, այո, Ռուսաստանը պետք է լինի ռազմավարական գործընկեր, բայց միաժամանակ, եթե ռազմավարական գործընկեր ես, դու չես վաճառում այն պետությանը, որ ուզում է գրավել մեր երկիրը եւ Արցախը, այն զենքը, որով ինքը դա կարողանա դա անել։ Ես դա ռազմավարական գործընկեր չեմ համարում։ Ես չեմ մեղադրում Ռուսաստանին, ոչ էլ Թուրքիային։ Ամեն մեկ իր շահն ունի։ Բելարուսն էլ պարզվեց, որ հսկայական զենք է վաճառել այս տարիների ընթացքում։ Նաև Ղազախստան, բայց սա միջազգային հարաբերությունը դա շահերի դիրույթում է։ Եվ ես կարծում որ մենք հասել ենք այդ սահմանակցին, ոչ միայն ներքաղաքական, այլ ընդհանրապես որ մենք պիտի հասկանանք, որ մենք եւս ունենք մեր pedagogan, մեր ազգային շահը, եւ այդ շահը պետք չէ գնալ եւ հայտարարել Բուենոս Այրեսում, թե Վաշինգտոն DC-ում, թե Մոսկվայում, այդ շահը այստեղ պիտի համագարկվի նաեւ ժողովրդի եւ քաղաքացիների զորակցության դեպքում, որը հիմա բացակայում է։ Ես գիտեք, իմ բնավորությունը այն է, որ չունեմ վրեժ կամ քեն, ես համարում եմ, որ ոչ իրավագարկ, ոչ լեգիտիմ են այս իշխանությունները, բայց ես կարծում եմ, որ արդեն թե ռուսական հարցում, թե Արցախի անվտանգության խնդրում, թուրք-հայկական արձանագրություններ եւ ընդհանրապես շարքային հայաստանցու օդարվածության հարցում իր պետությունից ամենահերոսական քայլը, որ կարող է անել գործող նախագահությունը եւ իշխանությունը, այն է, որ ինքը հերանա եւ հիմք ստեղծի նոր ընտրությունների։